Այս պահին գտնվում եմ Էրեբունի օդանավակայանի հարակից տարածքում, որտեղ Արարատ ավիաընկերության Արցախյան պատերազմում զոհված անօդաչուների հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ եմ։ Այստեղ բոլորովին անխնամ, փնթի և խայտառակ ամոթալի վիճակ է արձանագրվում։ Նախ տեսնենք, թե ինչ վիճակում է գտնվում ողջ հարակից տարածքը։ Եվ բնակիչները ահազանգում են, որ այստեղ չի եղել որևէ աղբահանության, սանմաքրման որևէ գործունեություն ընդհանրապես։ Այստեղ մենք տեսեք ինչ են արձանագրում ենք, ինչ անխնամ, բարձի թողի բառիս բուն իմաստով, հենց բառիս բուն իմաստով բարձի թողի իրավիճակ, այսինքն, որ երբևէ այս տարածքով քաղաքային իշխանությունը չի հետաքրքրվել, չի կատարել որևէ գործողություն։ Խնդրեմ։ Ահա, այս վիճակում է գտնվում մեր զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը։ Այստեղ էլի ունենք հուշարձան, որը տեղադրվելու է, գրված է, որ այստեղ տեղադրվելու է Արտեմ Միկոյանի հուշարձանը։ Ահա, այստեղ նորից արձանագրում ենք նման փնթի, անտարբեր և ամոթալի խայտառակ վիճակ։ Այսինքն աղբահանության համար տրամադրված 6 միլիարդից ավելի գումարը տեսնում ենք, որ բոլորովին չի ծառայում իր նպատակին։ Ահա, սա այդ խայտառակ պատկերն է, որ մենք արձանագրում ենք։ Սա ՔՊ-ի դեմքն է մայրաքաղաքում։ Կոնկրետ Էրեբունի օդանավակայանի տարածքում։